Երկրորդ հարցը ես եմ ուզում տալ։ Պարոն վարչապետ, ես շնորհակալություն եմ հայտնում Անադոլու գործակալության անունից։ Հարգարժան պարոն վարչապետ, տևական ժամանակ է Հայաստանում պատմության ընկալման վերաբերյալ տարբեր եւ կարեւոր եզրակացություններ եք անում, քննադատություններով եւ առաջարկություններով եք հանդես գալիս։ Մենք որպես Անադոլու լրատվական գործակալություն ձեզ այս հայտարարություններին իրենց բնօրինակ լեզվով հայերենով հետևում ենք։ Այս թեմային ուշադրություն դարձնելու պատճառներին եմ ուզում անդրադառնանք։ Թե այստեղի ձեր քաղաքացիների, թե Սփյուռքի շրջանակներում, ինչի եք փորձում հասնել դրանով։ Շնորհակալություն։ Գիտեք, կարծում եմ ցանկացած երկիր պետք է ինքը իր պատմության հետ առնչվի, դա ակնհայտ է, եւ չեմ կարծում թե այդ առումով ես կամ Հայաստանի Հանրապետությունը օրիգինալ են, մենք միշտ էլ մեր պատմության հետ առնչվում ենք, բայց կարևոր է արձանագրել, թե որտեղ ինչպես եւ ինչ նպատակով օգտագործել այն գիտելիքը, որը մեզ տալիս է պատմությունը։ Եվ կարևոր է նաեւ տեսնել այն ուղերձները, ընկալել այլ ուղերձները, որը մեզ տալիս է պատմությունը, որը ինչ խոսք։ Գիտեք, այդպիսի մի արտահայտություն կա, որ պատմությունից պետքա դասեր քաղել։ Բայց պատմության ոչ մի էջում գրված չի այն դասը, ասենք ոչ պատմություն չի ասում, էս եղավ, հիմա ուշադրություն։ Դասը հետևյալն է, հետևությունը հետևյալն է։ Այսինքն պատմության մեջ այդ հետևությունը չկա եւ քաղաքական ընտրության եւ քաղաքական ընկալման հարց է, ինչ դաս քաղել եւ ինչպես ընկալել պատմությունը եւ ինչպես օգտվել պատմությունից։ Սա շատ կարեւոր է։ Օգտվել պատմությունից որպես գիտելիքի աղբյուր, որպես այսօրվա եւ ապագայի մասին իմացության աղբյուր, որպես այսօրը եւ ապագան կառուցելու նախագծի համար գիտելիքի եւ ինֆորմացիայի աղբյուր, թե այնուամենայնիվ ապրել պատմությունը։ Սրանք քաղաքական ընտրության հարց են, որովհետեւ գիտեք, ցանկացած միջավայրում, երբ որ խոսենք պատմության եւ պատմությունից քաղվող դասերի մասին, միշտ վեճ կլինի, որովհետեւ յուրաքանչյուրը պատմությունը կընկալի իր քաղաքական տեսանկյունից։ Ձեզ նկատի ունեմ հանրության ներսում, նույնիսկ նույն հանրության ներսում։ Եվ իմիջիայլոց ասեմ ձեզ, որ պատմությունը ինքը թերևս ամենակաղաքական գիտություններից է կամ ամենակաղաքական դիսցիպլիններից է, եւ հետեւաբար պատմության ընկալումն էլ ինչ որ առումով քաղաքական ընկալման հարց է։ Եվ ո՞րն է այն խոսակցության իմաստը եւ ընկալումը կամ պատճառը, որը դուք ինչպես նշեցիք, այո, ես պատմության մասին հաճախ եմ խոսում եւ իմ հիմնական ուղերձը հետեւյալն է եւ Հայաստանում եւ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ խոսելիս, որ պետք է պատմության եւ իր այսօրվա միջև սահմանազատում իրականացնել եւ չի կարելի պատմությունը եւ այսօրը ընկալել նույն կերպ, որովհետեւ այսօրը է, պատմությունը պատմություն։ Չի կարելի ապագայի եւ պատմության մեջ սահմաններ չունենալ, որովհետեւ ապագան ոչ թե իմ ընկալմամբ պատմության հայելային արտահայտություն պետք է լինի, այլ ապագան հնարավորություն է ուղղել պատմության մեջ կամ ավելի լավը դարձնել պատմության այն էջերը, որը ուզում ենք ավելի լավը դարձնել։ Բայց սա էլ քաղաքական ընտրության հարց է։ Ես ուզում եմ, որ մենք այս նրբությունը ճիշտ ընկալենք։ Պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, պատմության որևէ ընկալումը քաղաքական ընկալում է։ Եվ իհարկե սա վերաբերվում է ընդհանրապես, բայց կան քաղաքական ուժեր, որոնք
հենց քաղաքական ընտրությամբ ունեն իրենց ճանաչած բացարձակ ճշմարտությունները պատմության մասին։ Կան հանրություններ, կան պետություններ, որոնք ունեն իրենց բացարձակ ճշմարտությունները պատմության մասին։ Եվ սա էլ անժխտելի է։ Եվ հետևաբար իմ ընկալումն այն է, պատմության մեր դասերը մենք պետք է ծառայացնենք այսօրվա մեր պետության, Հայաստանի Հանրապետության պետության շահերին, պետական շահերին եւ ապագայի շահերին։ Եվ իմիջայլոց ես ձեզ ասեմ, որ իմ ընկալմամբ այս խոսակցությունը հասունացած է եւ Հայաստանում եւ Սփյուռքում, բայց ելի եմ ուզում ընդգծել խոսքը պատմությունը փոխելու կամ պատմությունը հերքելու մասին չի։ Խոսքը պատմության մեր կիրառական ընկալումը փոխելու մասին է։ Թե ինչի համար, որպես ինչ ռեսուրս պետք է օգտագործվի պատմությունը, ինչ գիտելիք պետք է ձեռք բերվի պատմությունից, որը հեշտ հարց չէ, բայց ես համոզված եմ, որ դա անհրաժեշտ է։ Դա անհրաժեշտ է եւ իմ շփումները ցույց են տալիս, որ այս խոսակցությունը հասունացած է, բայց կարևոր է նաեւ, որ այս խոսակցությունը հասունանա նաեւ ոչ միայն ներհայաստանյան կամ հայերի միջավայրում, այլև տարածաշրջանային առումով, որովհետեւ դա էլ է հարց։ Պատմությունը ինչի համար ենք օգտագործում, որ պատմական կոնֆրոնտացիաները դառնան հավիտենական, թե պատմական կոնֆրոնտացիաները մեզ համար ուղերձ են խաղաղ համագործակցված կայուն տարածաշրջանային իմաստով ապագա կառուցելու համար։ Ես այս երկրորդ ընկալման կողմնակից եմ։